Վլադիմիր Պուտինն ամենամյա ուղիղ ասուլիսի ընթացքում պատասխանել է ռուս-ուկրաինական հակամարտությանը վերաբերող հարցերի։ Կրեմլի ղեկավարը հերթական անգամ հայտարարել է, որ Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքն անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ, թեև Կիևը բազմիցս հերքել է այդ պնդումը։ Պուտինը հավատացրել է, որ մարտի դաշտում ռազմավարական առավելությունը ռուսական կողմինն է։ Նաև նրա խոսքով 2025 թվականին Պաշտպանության նախարարության հետ պայմանագիր է կնքել ավելի քան 400 000 քաղաքացի, իսկ ռազմադաշտում այժմ կռվում են 100 000-ավոր զինվորականներ։ Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է բանակցությունների, բայց իր առաջ քաշած պայմաններով։ Նա հավելել է, այժմ գնդակը Ուկրաինայի եւ Եվրոպայի դաշտում է։ Որոշ ազդանշաններ ստացել ենք, որ նրանք պատրաստ են ինչ-որ երկխոսության։ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, ասել է Կրեմլի ղեկավարը։ Ըստ Պուտինի, Դոնալդ Թրամփը լուրջ եւ անկեղծ ջանքեր է գործադրում հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Մենք Ալյասկայում գրեթե համաձայնեցինք Թրամփի առաջարկներին, այնպես որ չի կարելի ասել, թե Մոսկվան ինչ-որ բաներ մերժում է, հավելել է նա։ Ինչ վերաբերում է Եվրոպայում ռուսական սառեցված ակտիվներին, Ռուսաստանի նախագահն ընդգծել է, նրանք կվերադարձնեն այն, ինչ գողացել են։ Ռուսաստանը եւ Ուկրաինան զոհված զինծառայողների մարմիններ են փոխանակել։ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ ամռանը Ստամբուլում, Կիևի եւ Մոսկվայի թիմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում Մոսկվան Ուկրաինային է հանձնել ավելի քան 1000 մարմին, իսկ Կիևը 26։ Ուկրաինայի համակարգող շտաբը հաստատել է փոխանակումը, նշելով, որ ստացել է 1003 զոհված զինծառայողի մարմին։ Առաջիկայում նույնականացում կիրականացվի։ Վերջին անգամ մարմինների փոխանակում էր տեղի ունեցել նոեմբերին։ Մոսկվան ուկրաինական կողմին էր հանձնել 1000, իսկ Կիևը ռուսական կողմին 30-ի։ Բաքուն արձագանքել է Եվրոպական խորհրդարանի բանաձևին, որով եվրոպացի օրենսդիրները կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլիին եւ ձերբակալված այլ գործիչների, նրանց անվանելով քաղբանտարկյալներ։ Եվրոխորհրդարանի падգամավորները դատապարտել են նաեւ ադրբեջանական իշխանությունների կողմից խոսքի ազատության քրեականացումը եւ ազգային անվտանգության դրույթների չարաշահումը որպես դատական հետապնդման միջոց։ Միլի Մեջլիսը պատասխան հայտարարություն է ընդունել, մերժելով եվրոպադգամավորների մեղադրանքները, դրանք որակելով քաղաքական եւ կողմնակալ։ Ադրբեջանական կողմը Եվրոպական խորհրդարանին մեղադրել է հանրապետության ներքին գործերին իբր միջամտելու, մարդու իրավունքների հետ կապված հարցերը սեփական շահերն առաջ տանելու գործիք դարձնելու եւ իսլամաֆոբիայի համար։ Դոնալդ Թրամփը կարգադրել է ժամանակավորապես դադարեցնել Գրին քարտի ծրագիրը անցած շաբաթ Բրաունի համալսարանում տեղի ունեցած կրակոցներից հետո, ինչի հետևանքով 2 մարդ է զոհվել։ Պարզվել է, որ հրաձգության համար կասկածվողը 2017 թվականին ԱՄՆ է մուտք գործել Գրին քարտով։ Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը հայտարարել է, որ Թրամփի հրահանգով դադարեցնում են վիզաների տրամադրումը երաշխավորելու, որ այլևս ոչ մի ամերիկացի չի տուժի։ Պետքարտուղարությունն ամեն տարի Գրին քարտ վիճակախաղի շրջանակում ներգաղթային վիզաների համար դիմորդների պատահական ընտրություններ էր անցկացնում։ Associated Press գործակալության տվյալով 2025 թվականի վիճակախաղին մասնակցելու հայտ է ներկայացրել մոտ 20 միլիոն մարդ, ընդ որում ընտրվել էր ավելի քան 131 000 դիմորդ։ Դիանա Գասպարյան, լուրեր։